Ողջույն սիրելի հայրենակիցներ, ծրագրի գլխավոր հովանավորն է հայրենասեր եւ ազգասեր բարերար Գագիկ Թամրազյանը Universal Service Exchange։ Իսկ այս երեկո բարևը կրկին հյուրընկալել է բնակարան հայրենիքում ծրագրի ղեկավար համահայկական կոնգրեսի տնօրեն Արմեն Բադալյանին։ Ուզում եմ ողջունել նրան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Գլխապտույտ է ուղղակի ձեր այս բնակարանների կառուցման հետ կապված մեր հայրենակիցների ողջավորությունը անչափելի է իսկապես եւ դրա մեջ կա շատ ուրախ մի փաստ, որ հայը մտովի երբեք չի կտրվել իր հայրենիքից, որ թվին եկել է այստեղ, որ թվից ապրում է այստեղ, կամ ոչ միայն այստեղ, ամենից հետաքրքիրն այն է, որ ծրագիրը մեծ տարածում ունեցավ ու շատ հաճախ ինձ նաեւ դիմում ու գրում են ու հարցեր են տալիս տարբեր երկրներից, չգիտեմ, Հոլանդիայից, տարբեր ուրիշ քաղաքներից, որը նշանակում է, որ յուրաքանչյուր վայրում ապրող հայի սրտում այս հայրենիքի կարոտն ու սերը չի տապակվում է, այսինքն ոչ թե չի վերանում, այլ տապակվում է ամեն վարքյան։ Ինչ է ձեր տպավորությունը այս ողջավորության շրջանակներում, սիրելի Արմեն։ Իհարկե շատ ողջավորիչ է այդ ամեն ինչը, որովհետև դու հասկանում ես, որ քո կատարած աշխատանքը ճիշտ է գնահատվում։ Այո։ Այն նվիրումը, որ մենք դնում ենք մեր պրոյեկտի շրջանակներում, նպատակը որ միավորելն է Հայաստանը եւ Սփյուռքը գործուն մեխանիզմներով։ Դու տեսնում ես, որ դրան քայլասնում ես։ Բավականին մեծ է աշխատանքը, այսինքն տարբեր երկրների մեր հայրենակիցների հետ խորհրդակցել, քննարկել, ներկայացնել, շատ դեպքերում այդ նույն պայմանագրային բազան եւս կազմում է հեռակա ֆորմատով, այսինքն կապ չունի հեռավորությունը եւ այլ ձևեր, մենք կարողանում ենք ամենակարգավորել եւ որը իրոք ողջավորող է այդ ամենը, որովհետեւ շատերն են ցանկանում Հայաստանում տուն ունենալ։ Իրականության մեջ եթե ավելի խորը նայենք հարցին, դա քո հայկական ինքնությունը պահելու ամենակարևոր գործոնն է։ Եթե դու ունես Հայաստանում բնակարան, ապա դու այսպես թե այնպես կապված ես Հայաստանի հետ։ Այսպես թե այնպես քո ճակատագիրը կապում ես Հայաստանի հետ եւ Աստված շանի ցանկացած վայրի վերումների դեպքում դու առնվազն քո հայրենիքում տուն ունես, որը միշտ պատրաստ է քեզ գրկաբաց ընդունելու։ Ես միշտ ասում եմ, որ հայությունը դա ցանցային պետականության ձևավորող առաջին օղակը պետք է լինի։ Մենք ունենք այսպիսի հայեցակարգ, կոչվում է Global Հայաստան, որը իր մեջ ենթադրում է ամբողջ երկրի, ամբողջ երկրագնդի մակերեսով հավաքագրում ողջ Սփյուռքի ներուժը, ռեսուրսը եւ այլն, այսպիսի նոր տիպի ցանցային պետականության ձևավորման շուրջ, որովհետև գիտենք հայկական կապիտալը շատ մեծ է ամբողջ աշխարհում։ Ահռելի կապիտալ ունենք, սակայն այն ինստիտուտալիզացված չէ, այսինքն ինքը չունի հիմքեր, որպեսզի կարողանանք դրա միջոցով ձևավորել ավելի արդյունավետ ինչ-որ արդյունքների հասնող ծրագրեր։ Նման ծրագրերը, որոնք որ մենք ենք իրականացնում, միտքը հենց դրանում է, որպեսզի միավորում իրականացվի, որպեսզի ցանկացած հայը աշխարհի որ մասում է լինի, հնարավորություն ունենա նախ անձամբ շահելու, այսինքն շահելու այն տեսակետից, որ արժեքավոր գույք է ձեռք բերում մատչերի գնով։ Դա իրոք գործուն մեխանիզմ է, մենք դրան կարողացել ենք հասել։ Այն ինչ որ մենք Հայաստանում ենք կարողացել անել ու մարդիկ արդեն իսկ այսօր բնակվում են իրենց տներում, այլևս վստահորեն։ Ի վերջո թերահավատությունը Հայաստանում եւս կար։ Մի քանի տարի առաջ Հայաստանի բնակչությունը եւս ասում էր, ինչպես կարող եք դուք այդքան մատչերի մարդկանց բնակարաններ տալ։ Հիմա ապրում են այդ մարդիկ։ Հիմա արդեն այդ մարդիկ ապրում են։ Ավելին ասեմ, շատ ավելի լիբերալ պայմաններով են օգտվել ծրագրից, քան Սփյուռքի հայրենակիցները, հաշվի առնելով, որ շատ դեպքերում օրինակ մարդիկ ապրում են վարձակալական եւ այլ հարցեր կա ու հնարավորություն չունեն ուղղակի կառուցապատման ընթացքում մաս վճարումներ իրականացնել։ Բնակարանները կառուցվել ավարտվել են եւ հետո միայն իրենք սկսել են վճարումներ։ Տեղափոխվելուց հետո նոր սկսել են վճարել։ Տեղափոխությունը Մարդասիրական մեծ առաքելություն։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այս պրոյեկտը առաջին քայլը լինի։ Մենք այսօր շատ այլ նախագծեր եւս ունենք, որ ցանկանում ենք կյանքի կոչել Հայաստանի եւ Սփյուռքի բիզնես համագործակցության դաշտում։ Դաշտը ահռելի է։ Էլեմենտար շուկայի տարբերությամբ, հաշվի առնելով շուկայական տարբեր եւ ծառայությունների շուկան եւ ապրանքների շուկան, մենք հնարավորություններ ունենք հավելյալ արդյունք գեներացնելու զուտ հայկական նախաձեռնողականությամբ։ Այո։ Այսինքն մի տեղ մի բան ենք նախաձեռնում եւ այդ բանը որտեղ ասենք Հայաստանում ունի X արժեք, Հայաստանից դուրս ունի X անգամ
5 արժեք, օրինակ։ Ընդհանրապես ճիշտ տեղում ճիշտ ապրանքը կամ ճիշտ ծառայությունը մատուցելու հարցն է, եւ արդյունքում շահում են բոլորը, եւ իրականացնողը, եւ միջնորդական գործունեություն ծավալողը, եւ տեղի սպառողը։ Այսինքն մեծ դաշտ կա, հսկայական դաշտ կա։ Երբ ես այժմ համեմատական եմ փորձում առերևույթ անցկացնել հայաստանյան եւ թեկուզ նույն Միացյալ Նահանգների ընդհանուր շուկայի համեմատությամբ տարբերությունը շատ մեծ է։ Այսինքն մենք ինչքան է խոսում ենք այսպիսի բնակարանաշինության պրոյեկտներից, մենք զուտ բնակարաններ կառուցող չենք։ Մենք իրականացնում ենք համահայկական ուղղվածության լուրջ պրոյեկտներ, ու սա ընդամենը առաջին քայլն է։ Կայքերը նշված են, մեր հայրենակիցները կարող են ծանոթանալ հետաքրքրության դեպքում եւ համահայկական կոնգրեսի մյուս պրոյեկտներին, եւ անձամբ իմ կայքով կարող են մնացած նախագծերին ծանոթանալ, ու ամենակարևորը մենք ասում ենք բաց ենք համագործակցության առաջ։ Այսօր միջոցներից, ներդրումներից բացի շատ կարևոր է մարդկային ռեսուրսը։ Եթե մենք ունենք բավարար մարդկային ռեսուրս, անկախ որտեղ այն գտնվում, մենք հնարավորություն ունենք զարգացնելու տարբեր պրոյեկտներ ու միասնաբար կյանքի կոչելու դրանց իրականացումը։ Այնպես որ սա է բաց ենք, ովքեր որ հետաքրքրված են, ապա մեծ սիրով մոտեցեք մեր գրասենյակներ, խոսենք, խորհրդակցենք, համատեղ լավ բաներ անենք։ Սա է միտքը դրած։ Կարծում եմ արդեն արվում է շատ լավ, որովհետև ծառայում եք, որտեղ աշխատում եք աշխատանքային շատ գեր ծանրաբեռնված գրաֆիկով, ձեզ մոտ արդեն հերթեր են, երբ գալիս ենք ձեր գրասենյակ, որտեղ շատ է պատահում, որ շատ մտերիմ մարդիկ ուզում են անպայման տեսնել, իմանալ, խոսել ձեզ հետ, առիթ եղել է 1-2-ի հետ ներկայ եղել, ուղղակի րոպեներով հաշված են ժամադրությունները։ Հետաքրքիր նաև իմանալ մեր այս շատ գեղեցիկ դրոշ էկոավանի բնակիչները այստեղի եթե հաշվար կանենք, ինչ տարիքային խմբեր են լինելու, ինչ հարևաններ են ունենալու, այսինքն պարոն Բադալյան, ուզում եմ դա իմանալ։ Դիվերսիֆիկացված, ես կասեի, որպեսզի ասեմ, թե տարիքային կոնկրետ սեգմենտ կա, որը որ մեծամասնություն է կազմում, ապա ոչ։ Ինչքան էլ հետաքրքիր է, բավականին մեծ թիվ են կազմում եւ տարեց մարդիկ, ովքեր ասում են, իհարկե, ովքեր ասում են, դե կարելի է թոշակի տարիքում Հայաստանում հանգիստ ապրել։ Եվ շատ երիտասարդներ, ովքեր իրոք ցանկանում են Հայաստանում արդեն վերադառնալ իրենց գործունեությունը ծավալել, ոգևորությունը շատ մեծ է։ Եվ միջին տարիքի անձինք, այսինքն հստակ բաժանում չեմ կարող ասել, որ մի հատվածն է ավելի շատ։ Բոլորին հետաքրքրում է սա։ Միակ սահմանափակում, ինչպես գիտեք, սա է, որ սա բիզնես չէ ոչ մեկի համար, սա միայն անձնական նպատակի համար է տրվում եւ հստակ է, որ մեկ ընտանիքին մենք երկրորդ բնակարան չենք տալիս, այսինքն առավել եւս եթե ինքը թեկուզ Հայաստանում ունի մեկ բնակարանից ավել, այդ մարդկանց եւս չենք տալիս, ոչ էլ ասում ենք, որ դուք կարող եք գալ, որովհետեւ էլեմենտար տրամաբանությունը գիտեք ինչի մեջ է, այս նույն բնակարանը, որոնք որ այժմ իրենք գնում են X գնով, ամեն հաջորդ ամսվա մեջ իր գինը ավելի բարձր է։ Այո։ Այս պայն եւս իր գնացուցակով ինքը շատ ավելի բարձր արժեք ունեցող է։ Իսկ ավարտին ինքը առնվազն կրկնակի թանկ է։ Բնականաբար բիզնես մտածողություն ունեցող ցանկացած մարդ կմտածի, որ շատ տարբերակ է, բայց շեշտում եմ, սա բիզնես նպատակ չի, սա անձնական նպատակ է, ծրագրային նպատակ է եւ մենք հենց կոնկրետ նպատակի համար ենք մարդկանց տալիս այդ հնարավորությունը։ Կենսունակ թաղամաս ունենալու գաղափարն է, որտեղ միավորում է հայությանը եւ սփյուռքին, ու այդ միջավայրը նաեւ զարգացման հենք է դառնալու, որովհետեւ դիվերսիֆիկացիան ցանկացած իրավիճակում, անգամ հայկական միջավայրում, երբ որ դու ապահովում ես մարդկանց դիվերսիֆիկացում, ապա միտքդ այլ ձև է աշխատում։ Ինչ վերաբերում է աշխատանքին, իհարկե, ծանրաբեռնվածությունը շատ է, չենք ասում, գործնականում բոլորին ընդունել եւ այլն, դրա համար բարձրացած ինչ-որ մի հատ ընդհանրակարգ են կազմել, ովքեր որ ցանկանում են ինֆորմացվել թղթային տարբերակով, այնինչ ես հիանալի փաթեթ եք պատրաստել, այո։ Այսպիսի փաթեթի տարբերակով, ով գալիս է մեր գրասենյակներ, տրամադրում ենք իրենց հիմնական փաթեթը, որտեղ մարդիկ կարող են գտնել իրենց հիմնական հարցերի պատասխանները, այսինքն պրոյեկտի մասին, դե գիտեք, ամբողջական պրոյեկտները մեր կոչվում են ամերիկյան թաղամասեր, դրոշի մասին, այսինքն այս նախագծի մասին, կոնստրուկցիան ինչպիսին է, կառուցապատման այսպիսի նախագծեր մենք ունենք, այսինքն տարբերակները նախագծերով, չափսերով, արժեքներով ամբողջական վերանորոգված եւ վեճորենորոգված արժեքները։ Նաև ունենք կոնկրետ տեղը, որտեղ որ արդեն կառուցապատում ենք քարտեզներով եւ այլն։ Այն ինչ որ կայքում ներկայացված է, ավելի թղթային հասանելի տարբերակով ենք նաև տալիս մարդկանց,
Եթե մարդը ժամանակ չունի, գալիս է ուզում է արագ ինֆորմացվել, կոնկրետ եթե հարց չունի, ուզում է ընդհանուր ծանոթանալ, գալիս է գրասենյակից փաթեթը վերցնում է, գնում է ծանոթանում է, հետո արդեն պատրաստված գալիս է։ Այո, շատ ճիշտ Եվ իհարկե տարբերակ ունենք նաև հաճախ տրվող հարցերի հատված, որը այս ընթացքում Այ դրան ուզում եի հատուկ անդրադառնալ, իմ հարցերից մեկն էր դա, պարոն Բադալյան։ Ես գիտեմ, որ շատ հարցեր, որտեղ ինձ էլ են արդեն այդ հարցերը տալիս, եւ ես գիտեմ համարյա մոտավորապես թե ինչ հարցեր կարող են լինել, բայց շատ կուզեի մի փոքր այստեղ հենց ուղիղ եթերում խոսենք այն շատ տրվող հարցերի մասին, որոնց պատասխանները իհարկե հնչում են միշտ ամեն օր, ամեն հանդիպման ժամանակ եւ գուցե դրանով նաեւ օգտակար կլինենք մեր հեռուստադիտողներին, որ ավելի կազմակերպված ընթരാճ կան դեպի այս գործարքը։ Իհարկե, նայեք, ամենակարևորը սկսած իրավական գործընթացից, երբ որ շատերը հարցնում են, ինչպիսի համանախապակում կամ այլ բան կա, նախ բնակարանները, որոնք որ վաճառվում են եւ հողատարածքով եւ բնակարանով, մեր շահառուների սեփականություն են։ Այսինքն համանախապակումներ ընդհանրապես չկան դաշտում։ Այո։ Տնօրինման առումով եւս, այսինքն մարդը այդ տունը, որ իրեն դարձավ, իրավունք ունի եւ վարձակալական հանձնելու եւ հետագայում վաճառելու։ Միակ համանախապակումը, որ մենք դնում ենք, ասում ենք տների արտաքին տեսքը չի փոփոխվում։ Այո։ Դա կատեգորիկ է։ Թաղամասի արտաքին տեսքի վրա որևէ փոփոխություններ չեն կազմակերպվում։ Իրավական դաշտի մեջ դա է։ Երկրորդ շատ կարևոր հարցերից, ասենք, ովքեր կարող են օգտվել, ես դա ասացի հատուկ, որ եթե ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր 1 տարուց ավել Հայաստանից դուրս են ապրում, այսինքն ոչ մշտապես ռեզիդենտ են Հայաստանի, եւ 1 բնակարանից ավել չունեն Հայաստանում։ Այսինքն եթե դուք արդեն իսկ ունեք 2 բնակարան Հայաստանում, այլևս չեք կարող օգտվել։ Ու դա ընտանիքի դրամաբանությամբ է դիտարկվում, ինչի համար, որովհետև քանի որ նպատակը այն է, որ կապը ապահովվի Հայաստանի եւ Սփյուռքի միջև, մենք ինչու 1 բնակարանը հնարավորություն տալիս ենք, որովհետև շատ դեպքերում 1 բնակարանը կարող է լինել 30-40 քառակուսի մետրանոց փոքր բնակարան, ու բավարար չէ մարդուն հայրենիք վերադառնալու կամ այնտեղ երկար ժամանակ ապրելու մշտականի կամ երկարաժամկետ, այո։ Այսինքն ընտանիքի ընդլայնման դրամաբանությամբ մենք կարող ենք իրենց հատկացնել եւ իհարկե ամենակարևոր շեշտը նորից դա պետք է անձնական նպատակների համար լինի։ Մյուս հարցերից, ասենք, ինչն է կարևոր հաճախ են տալիս, թե բնական է վարձճառք, վարձակալություն եւ այլն, ինչ է թույլատրվում թաղամասում անել եւ այլն։ Ասում ենք դա հայկական տիպիկ թաղամաս է ամերիկյան նոտաներով։ Ընդհանրապես այդ որ մենք ասում ենք ամերիկյան էկոավաններ, ամերիկյան թաղամասեր, մեր կարգախոսը հետեւյալն է ամերիկյան երազանքը Հայաստանում։ Դա նախ եւ առաջ ամերիկյան բարեկեցությունն է, որը որ մենք նույն թաղամասի զարգացման տեսլականը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներն են, առաջին կետով սոցիալական բարեկեցության ապահովմամբ։ Այսինքն թաղամասը նաեւ այդ սոցիալական արտադրության միջավայրը ձևավորելու նպատակն ու առհավատչան ունի։ Շատ դեպքերում ասում են, դե փակ թաղամասը կան արդյոք ամսական սպասարկման վճարներ եւ այլն։ Դրանք եւս ոչ պակաս կարևոր հարցերից են։ Ասում են, որ առավելագույն գումարը, որը որ կազմի, չի գերազանցի $20-25, 1 բնակարանի հաշվով ամսական։ Այո, դա հաշվի առնելով անվտանգությունը, մաքրությունը, բարեկարգումը, տեխնիկական սպասարկումը, միջոցառումների կազմակերպումը, դա գրեթե նույն գումարն է, այդքան են վճարում մեր մյուս թաղամասերում, որոնք ավելի փոքր են, բայց թաղամասի մեծության այդ մեկտեղ բնականաբար ավելի արդյունավետ է դառնում, ավելի դրա համար շեշտում ենք դա առավելագույն գումարն է։ Այո։ Ու շեշտում ենք այն, որ ցանկացած փոփոխություն բնակիչների հետ համատեղ է արվում։ Այսինքն պրոյեկտի այնպես չէ, որ շատերը ասում են կարող է հիմա այսքան է վաղը թանկանա։ Ասում ենք հարգելիներս մեր հիմնական կետից զատ, արտաքին տեսքի փոփոխության կետից զատ, ցանկացած փոփոխություն բնակիչների համատեղ ժողովով է արվում։ Մենք ունենանք հատուկ խումբ, հատուկ ինտերնետային հարթակ, ինտերնետային հարթակ, որովհետեւ դա բոլորը իրավունք ունենան մասնակցելու իրենց IP-ներով, իրենց կոնկրետ իդենտիֆիկացման միջոցներով, ցանկացած հարցի վերաբերյալ կարծիք դիտարկում կամ քվեարկությանը մասնակցելու համար։ Այսինքն դա նաև, այսպես ասած, էլեկտրոնային ժողովրդավարության տիպիկ օրինակ է դառնում, որը ես կարծում եմ նաև ապագա կառավարման հիմքն է, համայնքի դե որպես քաղաքագետ եմ ես դա ասում, ցանկացած քաղաքագետի հիմնական առաքելությունը կառավարման լավագույն ձևի դուրսբերումն է։ Հիմա մենք ոչ միայն տեսականորեն խոսում ենք կառավարման լավագույն ձևի մասին, այլ գործնականում ասում ենք, թե ինչպես կարող է լինել փոքր համայնքից սկսած լավագույն կառավարումը եւ մինչեւ իսկ իմ ասած գլոբալ Հայաստանի հայեցակարգ։ Իդեպ եթե ուրիշներին հետաքրքրի globalarmenia.com.am
Կայքում կարող են նաև այդ հայեցակարգին ծանոթանալ, թե ինչպիսի լուրջ պլաններ են մեր առջև դրած։ Ենթակառույցներ, ինչպիսի ենթակառույցներ կլինեն թաղամասում։ Թաղամասը կունենա 5-ից 6000 բնակիչ։ Դա հայաստանյան չափանիշներով փոքրիկ քաղաքի բնակչություն է։ Ինքնաբերաբար բոլոր անհրաժեշտ ենթակառույցները թաղամասի ներսում կլինեն։ Այդ թվում դպրոց, մանկապարտեզ, առևտրային կենտրոններ, ժամանցային վայրեր, հանգստի վայրեր, բժշկական, առողջապահական հաստատություններ եւ այլն, եւ նաեւ հարակից բիզնես կենտրոնը, որը նաև կզբաղվի տարբեր ուղղություններով պրոյեկտների մշակմամբ, իրականացմամբ եւ այլն։ Ենթակառույցներից շատ կարևոր է նաև, որ մենք ունենանք Երևանի հետ մշտական տրանսպորտային կապ, այսինքն որը միայն թաղամասի բնակիչների համար նախատեսված կլինի, այսինքն ինքը բարձր մակարդակի տրանսպորտ է լինելու, որը որ գրեթե տաքսու ձևաչափի է լինելու, այսինքն մատչելի միջոցներով, կոնկրետ երթուղիներով, կոնկրետ ամեն օր, կոնկրետ ժամերին սպասարկող եւ այլն։ Եվ ճանապարհը կկառուցվի դեպի քաղաք, ամեն ինչ հարթ։ Այժմ էլ ճանապարհ կա, բնականաբար ասֆալտապատ ճանապարհ կա, դե քանի դեռ ինքը Երևանի զարգացման ուղղությունն է, շինարարությունն է այնտեղ ընթանում, բնական է շինարարությանը զուգընթաց ավարտի ժամանակներ վերջնական հարդարման աշխատանքներով կզբաղվի, որովհետեւ ծանր տեխնիկա է անցնում ցանկացած իրավիճակում ճանապարհի հերանիցումը։ Այս դեպքում բնական է ավելի նախընտրելի է փուլ առ փուլ կկատարենք ամբողջ աշխատանքը։ Մենք սահմանում ենք ամբողջ թաղամասի կառուցապատման համար առավելագույնը 2 տարվա ժամանակահատված, այսինքն որ բարեկարգումով, ասֆալտապատումով, լուսավորությունով, ամեն ինչով թաղամասը պատրաստ կլինի 2 տարվա ընթացքում։ Մեր տեսանյութերից շատերը տեսնում են, թե մենք ինչպես կարողանում ենք, ասենք 300 քառակուսի մետրանոց շինությունը 5 օրում կարկասը կանգնեցնել 4 հոգանոց բրիգադով։ Այսինքն արագության խնդիր չունենք։ Արագության խնդիր ընդհանրապես չունենք, շատ արագ է կառուցապատում արվում, այդ հարակից, քանի որ աշխատանքները շատ են լինում, դրանից բացի թղթավորում, փաստաթղթավորում, ավարտական ակտեր, շահագործման թույլատվություններ, դրա համար առավելագույն ժամկետ ենք սահմանում, որ 2 տարվա ընթացքում կարվի։ Մարդկանց էլ տրամադրում ենք այդպես, եթե շուտ տվեցինք, Երանի, պարոն Բադալյան, մի հարց էլ պետք է ձեզ տամ, շատերը հայը քարից տուն է սիրում, էլի իր պապական այսպես հիմքով դրանց, բայց այսօր աշխարհում այդ պայմանները շատ են փոխվել, մանավանդ այս երկրում ապրողների համար շատ նորմալ հարց է, բայց այդպես պահանջ կա, որ բա քարից է, հարց տրվում է կամ ինչ որ տխրում են, եթե ուրիշ ընդհանրապես ինչ նյութից է, մեկ անգամ էլ ներկայացնենք, սա էլ է շատ հետաքրքիր, մանավանդ հայ տղամարդիկ այս հարցը շատ են տալիս, եկեք բարձաբանենք։ Գիտեք, Միացյալ Նահանգներում մարդիկ ծանոթ են, որ քարից բացի կարող է նաև այլ տեխնոլոգիայով ու շատ ավելի լավ տուն կառուցվել։ Հայաստանում շատ ավելի բարդ է։ Մենք չմոռանանք, որ սկսել ենք Գյումրիից, որտեղ այսպես ասած սուրտ ոչ միայն սրտի առումով երկրաշարժից հետո այդ քարիզատ այլ տարբերակով բնակարան չէին պատկերացնում, այսպես ասած չակերտավոր դոմիկ հասկացությունը կար, տնակ հասկացությունը կա, որ եթե քարից բացի ուրիշ տարբերակ է, ուրեմն տնակ է։ Բայց Գյումրիում մենք այսօր ունենք հարյուրավոր շահառուներ, ովքեր արդեն ապրում են իրենց տներում, զգացել են այդ ձմռան ընթացքում նման առավելությունները ու բնականաբար այլևս այն զուտ ողնաշարային մտածողությունը, ստերեոտիպային մտածողությունը փոխվել է իրական մտքով, որ սա ավելի լավ որակի տուն է, քան ցանկացած քարից տունը։ Եթե էներգախնայողության տեսակետից դիտարկենք, կոեֆիցիենտը մոտավորապես 10 անգամ ավելի բարձր է, այսինքն քարից 10 անգամ բարձր է։ Մեր արտաքին պատը համարժեք է 2.5 մետր հաստության քարե պատի։ Սեյսմականության տեսակետից եւ դիմացկունությունը իհարկե դիմացկունության տեսակետից օրինակ սա ամբողջ աշխարհում տարածված տեխնոլոգիա է, օրինակ ճապոնական փորձարկումը կա 6 հարկանի շենքի մինչեւ 9 բալանոց սեյսմիկ փորձարկման, որը առանց խնդիրների դիմանում է։ Հիմա 2 հարկանի մեր շինությունները ընդհանրապես խնդրեմ չունեն։ Դե կոնստրուկցիան ինչպես է, մենք ունենք հիմնական բետոնային հիմքեր, մինչև 1.5 մետր խորությամբ, 60 սանտիմետր բարձրացողային հատված եւ դրանից հետո հիմնական շինությունը արդեն սիբ վահանակներից, որոնք մեր արտադրությունն է, մենք Հայաստանում ենք արտադրում այդ սիբ վահանակները, երաշխիք ենք տալիս, այսինքն սկսած պոլիստիրոլից վերջացրած ամենը, մեր արտադրությունն է, դրանով է նաեւ գալիս, որ մենք հնարավորություն ունենք մարդկանց մատչելի տալու ամեն մեկ սիբ վահանակի, այսինքն 1 մետր չափով պատի կրող ունակությունը 12 տոնն է։ Այսինքն բոլոր պատերը կրող պատեր են։
Անկամ ամենաահարկու երկրաշարժի բարակայում դուք այդ տանը խնդիր չեք ունենա։ Ինչ է պետք։ Սեյսմակայնությունը կա, էներգախնայողությունը կա, ձայնամեկուսացումն է։ Ձայնամեկուսացումը։ Շատ կարևոր հարցերից մեկն է ձայնամեկուսացումը։ Ի տարբերություն տեղի Միացյալ Նահանգների տների SIP վահանակը ավելի բարձր ձայնամեկուսացում է ապահովում, իսկ մենք տները այլ տալիս ենք նաև այսպես հատուկ ակուստիկ դրայվոլներով, այսինքն հատուկ պաշտպանված է ներսից, որով որ ձայնամեկուսացումը քո հարևանների հաշվի առնելով որ townhouse-ներ ու ապարտամենտներ են, հարևաններից հնարավորություն կա չլսել այդ ձայնը եւ այլն, այսինքն կոմֆորտը այդ տեսակետից եւս բարձր մակարդակի վրա ապահովված է։ Իսկ դրսի պատերը, դրսի կողմից պատերը հասկանալի է, ինչպես է դիմացկունությունը, ինչ անձրևային է, ձյունը, քանի տարվա համար է մոտավորապես նախատեսվում առնվազն 100 տարվա պրոյեկտ է ինքը, այսինքն ճիշտ տեխնոլոգիայով կառուցապատման դեպքում առնվազն 100 տարի այդ տեխնոլոգիան ոչ մի բան չի լինի։ Ի տարբերություն նորից եթե համեմատենք Միացյալ Նահանգների կառուցվող կարկասային տեխնոլոգիայի, դա շատ ավելի մեծ առավելություններ ունի, ամբողջությամբ փակ ֆորմատ է, այսինքն ինքը այդ փայտե կարկասը ներսից է մնում ու երկրորդական դեր է կատարում։ Ոչ թե տեղի տների նմանությամբ դա է հիմնական կոնստրուկցիան, այլ մեր հիմնական կոնստրուկցիան այդ հատուկ 50 տոննա պրեսով ստացվող SIP վահանակներն են։ Դա շատ մեծ առավելություն է տալիս։ Հիմա դրսից ինչ է արվում։ Դրսի պատը, որը նույն այդ plywood ֆորմատով պատն է, վերայից եւս 2 սանտիմետր մեկուսիչ շերտ է գալիս, ինքը կրկին ջերմամեկուսիչ է, վրայից սվաղ է արվում, ցանցով սվաղ է արվում եւ դեկորատիվ սվաղն է արվում։ Այսինքն ինքը ապահովում է վերջնական գեղեցիկ տեսքը եւ արդեն դա մենք փորձարկել ենք տարիների ընթացքում, որովհետեւ տարբեր փուլերում տարբեր արտաքին երեսպատման տեխնոլոգիաներ է արվել։ Հիմա սա իդեալական լավագույն տարբերակն է, դա հաշվի առնելով որ ինքը որոշակի ճկունություն ունեցող տուն է, ճկունությունը փայտի հետ կոնստրուկցիայով կապված, դա շատ լավ է որ ճկունություն ունի, որովհետև մի կողմից նաև այդ երկրաշարժային խնդիրը այդպես է փակվում։ Ճկունություն ունեցող տունը, երբ որ ստատիկ պատի հետ գործ ունի, երեսպատմամբ, ոնց որ մենք սովորենք քարից, ասենք, երեսպատում է արվում, չի կարող աշխատել։ Իսկ այս տարբերակը, որը մենք անում ենք, երաշերտ երեսպատման տարբերակը, իդեալական է, շատ նորմալ աշխատում է, խնդրեմ չունի ու հարատև է։ Այսինքն տեղի Միացյալ Նահանգների այդ ստակո ֆորմատի երեսպատմամբ շատ ավելի լավ տարբերակն է, ավելի ջերմամեկուսիչ ու ավելի կենսաբանական տեսակետից ավելի լավ։ Արմեն, մի հարց էլ վերաբերում է տանիքներին։ Տանիքները փաստորեն ուղիղ են։ Տափակ չեն։ Այստեղ ես վերևից եմ նայում նկարին։ Չէ, դա վերևից որ նայում ենք բնական է, դա դրոշի տեսն ենք ապահովում, բոլոր տանիքները մեզ մոտ մետաղական կղմիներ է, այսինքն ամենանորմալ ամենադիմացկունը տարբեր բնական է, մետաղ է, ինքը 0.5 մմ հաստությամբ ամենաբարձր որակի հայկական շուկայում նախատեսված դրա արտադրությունը եւս մենք ենք իրականացնում, այսինքն նայեք ինչն է միտքը, յուրաքանչյուր առանձին հատվածի արտադրությունը իրականացնելով դու հավելյալ մարժաշած գեներացնում, այսինքն հնարավորություն ունես քո հայրենակցին արդյունքում տալ մատչերի տուն, մատչերի արժեքով, բայց իրականության մեջ թանկ շուկայական արժեք ունեցող տուն։ Ու ամենակարևորը գիտեք որն է, որ թե Հայաստանում, թե այստեղ երբ որ դու շնորհակալ մարդկանց հետ գործ ունես, երբ որ մարդիկ ասում, գիտեք, եթե ձեր պրոյեկտը չլիներ, մենք տուն երբեք չէինք արել։ Ես էլ եմ ասում, պարոն, հենց հիմա ասում եմ դա, պարոն Բադալյան, դա այդպես է։ Եթե դուք չլինեիք, հավանաբար իմ ընտանիքը չէր ունենալու գնահատական կա, իրոք դա ամենաշնորհակալ գործն է, երբ որ մարդիկ գնահատում են քո գործը, հիրավի են գնահատում, ոչ թե զուտ խոսքերով դու հասկանում ես, որ իրոք մարդկանց կյանքում ինչ-որ բան կարողանում ես փոխել։ Ու քանի որ ինքը ավելի մեծ պլանի մի հատված է, ընդամենը դու հասկանում ես, որ մնացած գործողությունները վաղ թե ուշ դատապարտված են հաջողության։ Ու դրա համար իմ կոչը ուղղված է բոլորին, ովքեր որ ցանկանում են մեզ հետ համագործակցել, տարբեր պրոյեկտներ ունեն։ Անկամ եթե այստեղ, տեսեք, մենք այստեղ էլ թաղամասի պրոյեկտի նպատակ ունենք, ովքեր ունեն հողատարածքներ, հետաքրքրվածություն ունեն, կարող են գալ, նստենք, խոսենք, այստեղ եւս նմանատիպ պրոյեկտով անելու ենք։ Մենք այստեղ եւս դնելու ենք նույն արտադրությունները եւ այլն։ Այսինքն մենք թափանցիկ ենք, բաց ենք, ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, շեշտեմ, կրկին շեշտեմ, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, դուք համահայկական ուղղվածություն ունենք ու պատրաստ ենք բոլորի հետ բանակցելու, խոսելու ու համատեղ պրոյեկտներ մշակելու։
Իսկ եթե մեկը այնտեղ ունի հողատարած առանձին եւ ուզում է շինարարություն, կարող եք օգտվել ձեր ծառայություններից։ Դա էլ կարող եք outsourcing տարբերակով։ Հայաստանում քանի որ հողատարածքների առումով խնդիր չկա, մենք դա անում ենք կենտրոնացված կոնկրետ տեղերում թաղամասային ֆորմատով, բայց եթե մարդը ունի հողատարածք Հայաստանում եւ ուզում է ասենք այս տներից ինչ որ մի բան այդտեղ։ Մենք ունենք գործընկեր կամպանիաներ, ընկերություններ, որոնք զբաղվում են։ Մենք անձամբ չենք զբաղվում, որտեղ դա փոքր գործեր են, բայց կողքնեք մեր հայրենակիցներին, նույն արժեքներով, նույն ֆորմատներով, որոնք որ մենք պիտի անենք, մենք տրամադրում ենք մեր գործընկերներին նույն շինարարական նյութերը, իրենք հնարավորություն ունեն օգտվելու դրանցից, օրինակ Westhouse շինարարական ընկերությունն է հենց Արեմտյան տուն շինարարական ընկերությունն է դրանով զբաղվում, որը որ անհատական պատվերներով տների կառուցապատմամբ է զբաղվում, բայց դա նորից եմ ասում, դա ընդհանրապես մեզ մոտ outsourcing է, ընդհանրապես մենք տալիս ենք այդ գործունեությունը, որով որ ուրիշները զբաղվեն։ Փոքր ծավալի աշխատանքները մեզ չի հետաքրքրում, մենք ոչ թե զուտ շինարարներ ենք, մենք ուրբանիզացիոն մասնագետներ ենք, ովքեր որ դուք միայն շինարար չեք, դուք ասացիք քաղաքագետ, դուք ասացիք, դուք պատասխանում եք շինարարական ամենաբարդ հարցերին էս պայն, դուք պատասխանում եք, չգիտեմ, տարբեր գործարքների դեպքում ինչպես պետք է ղեկավարեք այս կամ այն նախաձեռնությունը ի սկզբանե փիլիսոփայություններ, չէ, հետո նոր առանձնացման։ Հետաքրքիր է որ դուք այս Եթե Արիստոտելին համեմատենք, սկզբում ինքը ամեն ինչի գիտակ էր, հիմա բայց հետո կամաց ասում է։ Բաժանվեցին, պրոֆեսիոնալները հայտնվեցին ու գործը կանգնեց, չէ։ Ես չեմ ասում որևէ ոլորտի պրոֆեսիոնալ եմ կամ այլ բան, բայց կա ստաբանականություն։ Եվ լուրջ մոտեցում, դա է խնդիրը։ Ստաբանականություն, խիղճ եւ միտք։ Այո։ Խիղճ եւ միտքը եւ հոգին ամենակարևորն է ցանկացած պրոյեկտի իրագործման համար։ Եվ եթե դու ի սկզբանե բարի նպատակներ ես հետապնդում քո ճանապարհին, տեսնում ես որ ճանապարհը կանա չգնում։ Ու հանդիպում ես այնպիսի մարդկանց, ինչպեսին դուք եք, Նոնո ջան, շատ հաճելի է իհարկե։ Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, եւ ճանապարհը սկսվեց այդտեղից, որովհետեւ նույն, այսպես ասած, դաշտում նույն մտածողության մարդիկ համախմբվում են։ Բարի գեղեցիկ նպատակներով։ Ես արդեն մտովի նույնիսկ պատկերացրի այս բանին, երբ այդպես ոգևորված պատմում էիք Արմեն, թե ինչպես կարող է 2 տարի հետո այնտեղ մանուկների խինդուցի ծաղով լցված, այդ խաղահրապարակներում երեխաներ խաղում են, մենք էլ այո, տարեցներս այնտեղ թոշակի անցած գնացել ենք, վայելում ենք, տեսնում ենք այդ ամենը ու երջանիկ ենք եւ հայրենի, ինչ ասեմ, ջերմ երկնքի տակ այդ արևի տակ անցկացնում ենք մեր տարիները, իսկ երիտասարդներին էլ տեսնում եմ, խորհուրդ եմ տալիս, որովհետեւ մեր ընտանիքում էլ է մեծ ոգևորություն իմ երեխաների կողմից եւ իմ բարեկամների ընտանիքներում, ես տեսնում եմ, որ մարդիկ այդ նպատակի համար ոչինչ չեն խնայելու, այնքան մեծ է այդ երազը եւ ցանկությունը, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես ձեզ։ Շնորհակալ եմ բոլորից։ Որովհետեւ դուք այնքան գեղեցիկ, կիրթ, բարի, չգիտեմ, մարդամոտ, մտերմիկ ու կարևոր գործ եք անում այստեղ մեր հայ համայնքի համար, որը վստահ եմ կգնահատվի։ Ձեր տեսլականը այնքան ընդգրկուն է, դուք այնքան բաների մասին եք մեզ ասում, որ ես պատկերացնում եմ, թե վաղը միսօր ինչպիսի կամուրջ պիտի լինի Հայաստանի եւ Սփյուռքի մեջ հենց ձեր ղեկավարությամբ։ Աստված տա այդ օրներ իրականանա։ Սա միայն սկիզբն է, որը դուք Ես ձերը չեմ սիրում։ Այո, մենք պատրաստ ենք ծառայելու այդ գործին։ Միայն միասնականության միջոցով կարող ենք ապահովել ու անձնական ամբիցիաները մի կողմ թողնելով։ Այո։ Երբ որ անձնականը մտնում է դաշտ, դա արդեն ավիրում են ցանկացած պրոյեկտ։ Ուրիշ բաներ են առաջանում, այո։ Այս նույն պրոյեկտները, նախագծերը, երբ ես ինքս լրատվական գործունեության մեջ էի, բազմիցս հրապարակել եմ, ներկայացրել եմ, կոչ եմ արել անելու, բայց մի բան է գալիս, որ հասկանում ես, որ ինքդ պիտի անես։ Պիտի անես, որ գործը առաջ գնա։ Եվ սա փաստորեն իրականանում է։ Հիմա օրինակ ենք ծառայում այդ ֆորմատով, եւ բայց ասում եք, եկեք համագործակցենք, մենք բացենք։ Եկեք հարգելիներս, եկեք նստենք, խոսենք, հասկանանք այնպես ինչպես ես այստեղ եմ խոսում, ես նույն մարդն եմ ցանկացած տեղ ու բաց եմ ցանկացած մեր հայրենակցի հետ համագործակցելու, աշխատելու, զարգացնելու։ Մենք շատ լուրջ ներուժ ունենք, որը ցավոք չեն կարողանում իրացնել։ Իսկ այսպիսի պրոյեկտները այդ դաշտն են բացում։ Եվ նորից եմ ասում, սա անձնական ամբիցիայի հարց չէ։ Բոլորը կարող են այս պրոյեկտից շահել, այնպես որ ոգևորությունը թող այդպեսին լինի։ Ավարտենք ես հրաշալի տրամադրությամբ, հուսով եմ, որ նաև առիթ կարող է լինել այսպես ինչ-որ հանրային հանդիպում կազմակերպելու մեկ օր ձեզ հետ։ Եվ դուք ուղղակի հարց ու պատասխան տեղում մեր հայրենակիցների հետ հանդիպեք։ Ձեզ ամենայն բարիք, ինչ ասեմ,
պայծառ կանաչ ու լուսավոր ճանապարհ եմ ախտում, որի բոլոր հատկանիշները ունեք առաջ տանելու, սիրելի Արմեն, եւ հուսանք, որ Արմեն Բադելյանի բոլոր երազանքները, որոնք այսօր կապված են համահայկական կոնգրեսի շրջանակների հետ, դրանք կիրականանան շատ արագ, շատ գեղեցիկ ու հարթ, որտեղ հասկացող նպատակասլաց մարդու հետ գործ ունենք եւ հուսով եմ, որ այդ ամենը իրականացում հենց մեր աչքի առաջ այս շենքերի նման կբարձրանան ու նաեւ կլինեն գեղեցիկ շատ ու շատ գործեր, բարի ու լավ գործեր։ Մնացեք բարով, Աստված ձեզ պահապան։